Այսօր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է իրենց նախընտրական խոստման համաձայն քոքը մաշեցնել այս իշխանության, բավականին հաջողվել է Աղվան Վարդանյանը, ձեր կարծիքով այդ գնահատականը իսկապես այդպես է։ Իհարկե ոչ։ Չի հաջողվել։ Իհարկե ոչ։ Նա որպես վկայություն բերում է Փաշինյանի վարկանիշ, ասում է, տեսեք այդ տղայի վարկանիշը եւ դա մեզ հաջողվել է հանրապետականների հետ միասին։ Գիտեք ինչ եմ ուզում ասել, դա իրենց շնորհքը չի, ցավալի է, բայց իրենց շնորհքը չի, դա վարչապետի մեղքն է, ոչ թե իրենց շնորհքը։ Վարկանիշի իջնի, այսինքն ավելի շատ քան ընդդիմադիրներն են աշխատել դրա վրա։ Իհարկե ընդդիմադիրները ոչինչ չեն արել, ընդդիմադիրները իրենք են մաշվել։ Իմպիչմենթի հիմք կա վարչապետի այս։ Կարծում եմ ոչ, պետք է լրջորեն պատրաստվել 26-ի ընտրություններին, շատ լրջորեն, իրենք շտապում են, որովհետև իրենց ձեռք չի տա, եթե իրենք այդքան վստահ են, որ կհասնեն հաջողության, թող լավ պատրաստվեն 26-ին։ Եթե հիմա գործընթաց սկսի, դուք չեք ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ։ Որ իրենք սկսեն, իհարկե ոչ։ Մենք հստակ հայտարարել ենք մասկը երբեք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց առանցքում գտնվող ուժերի հետ ոչ մի համագործակցություն չի անելու։ Բայց Հովիկ Աղազարյանը ասել է կախված տեխնացուից մենք կարող ենք իմպիչմենթին կողմ քվեարկել։ Հովիկ Աղազարյանի խոսքերը սխալ են մեկնաբանել, այդպիսի բան չի ասել։ Հովիկ Աղազարյանն ասել է բացի դրանից եթե լինեն ուրեմն չի լինելու։ Իհարկե Չեք բացառում, կարող են այս տեխնացու են բերում, որ ձեր սրտի տեխնացու։ Ոչ, իրենց բերածը, թե իրենց բերածը մեզ համար ընդունելի չէ։ Այսինքն Փաշինյանը անփոխարինելի վարչապետ է։ Ոչ, Փաշինյանը պետք է փոխվի, բայց ոչ իրանց մարդով։ Դե դուք անվստահության գործընթաց սկսեք, ձեր տեխնացությունը ձերը դրեք։ Ոչ, մերը, եթե պետք լինի, մենք կսկսենք, բայց ոչ իրենց հետ։ Ինչի՞ չեք սկսում։ Մենք պաշտոնապես դեռ կուսակցություն չենք։ Մոտավորապես։ Բայց ամեն падգամավոր չի կարող սկսել ինքը հենց ստորագրություն։ Չի սկսի, ամսի 9-ին մենք վարչության նիստ ունենք, կորոշենք, հետո կխոսենք։